Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այս ուղիղ եթերս վերնագրել եմ բաց նամակ արևմտյան երկրների, Հայաստանում գործող արևմտյան երկրների դեսպաններին, դեսպանություններին, ասեմ, որ սա բառից բուն իմաստով բաց նամակ է։ Այսինքն ես հիմա ձեզ կընթերցեմ մոտ 5 էջ տարողությամբ այդ նամակը, եթե դեսպանները այս նամակը կկարդան, այսինքն այստեղ սա ուղերձը կտեսնեն, ապա համոզված եմ կունենան մարդիկ, ովքեր կթարգմանեն հայերենից, իրենց մայրենի լեզվով կամ կթարգմանեն անգլերեն ու իրանց համար հասկանալի կլինի։ Սա ամենայն լրջությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանում սկսնակ քաղաքական գործիչ Հայկ Մանասյանի, բժիշկ Հայկ Մանասյանի բաց նամակն է, տեսաուղերձի ձևով ուղղված Հայաստանի Հանրապետությունում արևմտյան երկրների հարգելի դեսպաններ, տիկնայք եւ պարոնայք։ Փաստացի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները քարոզչության մակարդակում եւ քաղաքական ուժերի խոսույթներում վեր են ածվել Ռուսաստան արևմուտք առճակատման, որտեղ արևմտյան ուժերը մեր երկրի ներսում փաստացի ջատագովում են գործող իշխանությունների վերարտադրությունը, իսկ նրանք, ովքեր դեմ են գործող իշխանություններին, կամ Ռուսաստանի հովանու ներքո են, կամ պիտակավորվում են որպես այդպիսին։ Անգամ այն քաղաքական ուժերը, որոնք իբրև ընդդիմություն են հանդես գալիս, սակայն բացահայտ կամ ծածուկ սատարում են գործող իշխանությունների վերարտադրությունը, նրանք նույնպես ջերմեռանդ կերպով արևմտյան երկրների օգտին են խոսում, եվրոասոցացման օգտին են խոսում, կամ նույնիսկ նախաձեռնողներն են եվրոասոցացման կամ Եվրաքվեի հասարակական շարժմանը կամ հասարակական քաղաքական շարժման նախաձեռնողներն են։ Ուզում եմ, որ դուք տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, նախ ինքներդ ձեզ համար հստակեցնեք, հետո առիթ ունենալու դեպքում հայ քաղաքացիներին էլ ներկայացնեք, թե այս առնվազն քարոզչական բախումը արժեքների եւ արժեհամակարգերի բախում է, թե շահերի եւ ազդեցության գոտիների արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Այս հարցին դուք պարտավոր եք պատասխանել թեկուզ այն պատճառով, որ ձեր երկրների ղեկավարները կամ ղեկավարության ներկայացուցիչներն իրենց անթակույց աջակցությունն են հայտնել գործող իշխանություններին։ Ավելին, ձեր երկրների կողմից ընդդեմ ռուսաստանյան միջամտության Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կապակցությամբ հատկացվել են ֆինանսական միջոցներ եւ ինստիտուցիոնալ աջակցություն այսպես կոչված ռուսական հիբրիդային միջամտությունը կամ հիբրիդային միջամտությանը դիմագրավելու համար։ Այնպես որ, քանզի արտաքին միջամտությունը թաքուն կամ բացահայտ արդեն իրողություն է, բարի եղեք հաշվետու լինել այդ միջամտության համար։ Եվ այսպես, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես սկսնակ քաղաքական գործիչ, ուզում եմ, որպեսզի իշխանությունը իմ երկրում սահմանափակված լինի լիազորություններով եւ ժամանակով։ Այսինքն, իշխանություններն իրենց թույլ տան միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են, իսկ իշխանավարման 8-ամյա ժամկետը լրանալուց հետո տեղ ազատեն քաղաքական էլիտաների ռոտացիայի համար։ Հիմա հարց. սա ռուսամետ եւ պրոռուսական պահանջ է, թե արևմտյան ավանդույթի զտարյուն սկզբունքայնություն, որը գալիս է հին Հունաստանից, Հռոմեական Հանրապետությունից, անցնում բրիտանական մեծ խարտիայով, պարլամենտարիզմով, ամերիկյան անկախության պատերազմով եւ սահմանադրությամբ, ֆրանսիական հեղափոխություններով եւ դեմոկրատական հաջող կամ ձախողված ընդվզումներով։ Մենք այլ բան չենք ուզում, մենք ընդամենը ուզում ենք իշխանափոխություն, միևնույն
ուժի 8 տարի կառավարումից հետո։ Հիմա սա, ինչ մենք ուզում ենք, պրոռուսական ցանկությունը, հա? Ես ուզում եմ, որ Հայաստանում իշխանության թևերի միջև լինի բաժանում եւ հակակշռում, որ մեկ քաղաքական ուժը ավելին, մեկ քաղաքական գործիչը միանձնյա չիշխի պարլամենտում, գործադիր իշխանությունում եւ դատական համակարգում իր օգնականներով կամ տեղականներով լցնելով դատախազության, ազգային անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակները։ Հիմա սա պրոռուսական պահանջ է, սա ռուսամետություն է, թե ուղղն ու ծուծով արևմտյան քաղաքական եւ պետական համակարգերի պարտադիր առանձնահատկություն։ Ես սա եմ ուզում, մենք սա ենք ուզում։ Մենք ընդհանրապես ուզում ենք, որ քաղաքական եւ պետական այն կառուցակարգերը, առանց որի գոյություն չունի արևմտյան աշխարհը, գործեն նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ դա պահանջում է գործող իշխանությունների, իսկ ավելի ստույգ կոնկրետ մեկ մարդու Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացում հայ քաղաքական եւ պետական համակարգից։ Ես պայքարում եմ, որ իշխանությունը բաշխվի եւ հակակշիռներ ունենա ոչ միայն հորիզոնական հարթությունում, այլև պետական կառուցվածքի ուղղահայացում, պահպանելով սուբսիդիարության սկզբունքը, որպեսզի մարզային եւ տեղական ինքնակառավարման մարմինները վերջապես ձևավորեն եւ ունենան թե լիազորությունների, թե հարկաբյուջետային ինքնավարություն։ Տեղական ինքնակառավարման մարմինների Եվրոպական կոնվենցիայի կամ խարտիայի համաձայն, որը ստորագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից։ Հիմա սա պրոռուսական պահանջներ են, եւ սրանով որևէ մեկը արդյոք սպասարկում է Ռուսաստանի շահը։ Սուբսիդիարության սկզբունքը, այսինքն պերիֆերիկ գործողությունների ինքնավարությունը, գործում է անգամ նատոյական զորքերի ստորաբաժանումներում, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներում, թեև ընդունված է համարել, որ ռազմական ուժերը ամենից կոշտ ուղղահայաց հիերարխիան պիտի որ ունենան։ Իսկ Հայաստանում նույնիսկ տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներն են դառնում դատական հետապնդումների առիթ եւ ընտրովի ղեկավարները փոխարինվում են կենտրոնական իշխանությունների կողմից նշանակված անժամկետ նշանակված ժամանակավոր պաշտոնակատարներով, եթե չի ընտրվում իշխանական կուսակցության ներկայացուցիչը։ Սա Հայաստանում գործող պրակտիկա է, իրականությունը։ Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվի իրավունքի գերակայություն եւ դատարանի առաջ կանգնեն նախկին ու ներկա բոլոր պետական հանցագործները եւ ազատ արձակվեն ու արդար փոխհատուցում ստանան նախկին ու ներկա բոլոր քաղաքական բանտարկյալները։ Ուզում եմ, որ քաղաքական հայացքների եւ քաղաքական գործնեության համար մարդիկ չհետապնդվեն։ Սա ինչ է։ Պրոռուսական կողմնորոշում է։ Սա ռուսական կողմնորոշում է։ Ուզում եմ, որ իր բարոյական ցասումն արտահայտող մարդուն չվերագրեն բռնության կոչերի քրեական հոդված ու չձերբակալեն։ Ինչ է թե այդ բարոյական ցասումն ուղղված է օրվա իշխանությունների դեմ։ Ուզում եմ, որ իմ երկրի դատավորները հասկանան մի պարզ ճշմարտություն։ Սեռական բնույթի հայհոյանքը բռնաբարության կոչ չէ, դրանք տարբեր բաներ են։ Իսկ իշխանություններին ուղղված բարոյական ճնշումը մարդու ազատ արտահայտման իրավունքն է, ինչպես հաստատված է մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային վճիռներում։ Ուզում եմ, որ համատարած գաղտնալսումը եւ սելեկտիվ արդարադատությունը իշխանությունների համար դառնան քաղաքական կարիերայի վերջակետ, ոչ թե իշխանություն պահելու համար հարմար գործիք։ Եվ սա ինչ է, հակասում է արևմտյան արժեքներին, թե հանգամանքների բերումով հակասում է արևմտյան շահերին։ Պատասխանեք, խնդրում եմ, հարգարժան դեսպաններ։
Ես ուզում եմ, որ պետական մարմիններն իրենց ռեպրեսիվ ապարատի գործուն մասնակցությամբ չոտնահարեն հայ առաքելական եկեղեցու իրավունքները եւ դադարեն առանց իրավական գործընթացների եկեղեցու ներքին գործերին միջամտությունը։ Սա ինչ է, ռուսական պահանջատիրություն է։ Արևմտյան աշխարհում գոյություն ունի արդյոք գեթ մեկ պետություն, որի նախընտրական ծրագրում իշխող ուժը խոստանում է վերընտրվելու դեպքում գահընկեց անել եւ փոխել Հռոմի պապին։ Այստեղ Հայաստանում մեր իշխանություններին սատարող արևմտյան դեսպանություններ, դուք ձեր երկրներում կարող եք արդյոք ձեզ թույլ տալ մտածել անգամ նման ոտնձգության մասին։ Եթե չեք կարող, ապա ում ու ինչին եք սատարում Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուզում եմ, որ նախընտրական շրջանում ընտրությունների համար հայրենիք վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իշխանությունները չսպառնան արտահերթ զինվորական ծառայության տանելու կոչերով, ինչը տեղի է ունեցել հենց այսօր։ Հենց այսօր հայկական ժամանակում կարող եք հրապարակումը տեսաուղերձի ձևով Չախոյանի կողմից տեսնել, որ բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան ընտրություններին մասնակցելու համար, տանելու են բանակ 25-օրյա զինվորական ծառայության։ Անկախ նրանից, թե քաղաքացին քաղաքական որ ուժին ընտրելու համար է վերադառնում հայրենիք, ոչ ոք իրավունք չունի նրան սպառնալ 25-օրյա հավաքներին զորակոչելով։ Արևմտյան երկրներն անգամ չեն սպասում, որ քաղաքացիները վերադառնան։ Նրանք արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիներին ապահովում են ընտրելու իրավունքն իրացնելու տարբեր միջոցներով, ինչպիսիք են դեսպանատներում քվեարկությունը, փոստային կապով քվեարկությունը, իսկ Էստոնիայի դեպքում նույնիսկ էլեկտրոնային քվեարկությունը։ Հայաստանի Հանրապետությունը հերիք չի, որ էականորեն օգտվում է արտասահմանում բնակվող մեր քաղաքացիներից եկող միլիարդավոր դոլարների տրանսֆերներից, հերիք չի, որ չի ապահովում նրանց ընտրելու քաղաքական իրավունքը, մի բան էլ գործող իշխանությունների կողմից սպառնալիք է հնչեցնում, թե չհամարձակվեք հանկարծ ընտրությունների օրերին վերադառնալ հայրենիք։ Հիմա հարց. սա եվրոպական քաղաքական եւ քաղաքակրթական արժեքներից որ մեկի սահմաններում է տեղավորվում։ Նման վերաբերմունքն ու գործողությունները։ Ես ուզում եմ, որ իմ երկրում թոշակների բարձրացումը տեղի ունենա բյուջեի քննարկումներով, պարլամենտի հավանությամբ, ոչ թե ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, անտեսելով պարլամենտարիզմի հիմնադիր սկզբունքը, հարկատուների ունեցած ներկայացուցչական քսակի իշխանությունը, power of purse։ Ես ուզում եմ, որ փաստացի ընտրակաշառքը չդառնա պետական ինստիտուտ։ Եվ ինչ, դրանով ես մեղանչում եմ արևմտյան ժողովրդավարության առաջ։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք դեսպաններ։ Ես ուզում եմ, որ իմ հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցած ռազմական հանցագործությունները քննվեն միջազգային դատարաններում եւ արդար հատուցում ստանան։ Ոչ թե աշխատանքային օրենսդրության ոտնահարմամբ հետապնդվեն բոլոր նրանք, ովքեր արդարություն եւ արդարադատություն են պահանջվում։ Ավելին, 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրամայեց Ադրբեջանին ապահովել Արցախից բռնի տեղահանված հայության անվտանգ, անխոչնդոտ եւ արագ վերադարձը։ Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե նույնիսկ չի կարողանում ինքնուրույն միջամտել Ադրբեջանի կողմից այս պահանջի կատարմանը, գոնե չձերբակալի եւ չկալանավորի նրանց, ովքեր բարձրաձայնում են դրա մասին, ինչպիսին է օրինակ Արթուր Օսիպյանի ձերբակալությունն ու կալանքը։ Հիմա ինչ սրանով մենք ռուսական օրակարգ ենք սպասարկում, հարգելի արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչներ։ Եթե ոչ վերը նշվածով, ապա ինչով է արևմտյան
արևմտյանը տարբերվում արևելյանից կամ արևմտյանը տարբերվում հյուսիսայինից։ Եթե այսքանից հետո դուք արտաքին միջամտության աջակցում եք գործող իշխանություններին, ապա կներեք, ձեր ինչն է արևմտյան։ Եթե ոչ բացառապես շահերը եւ դարձյալ շահերը։ ԱՄՆ Սահմանադրության առաջին լրացումն ասում է. Կոնգրեսը չպետք է ընդունի որևէ օրենք, որը վերաբերվում է որևէ կրոնի հաստատմանը կամ արգելում է դրա ազատ դավանումը, կամ սահմանափակում է խոսքի կամ մամուլի ազատությունը, կամ մարդկանց խաղաղ հավաքներ անցկացնելու եւ իրենց դժգոհությունների փարատման համար կառավարությանը դիմելու իրավունքը։ Խղճի եւ համոզմունքների ազատությունը, ազատ խոսքը եւ ազատ մամուլը Շումպետերի ասած ստեղծագործ կազմաքանդման ինստիտուցիոնալ հնարավորություն են, ինչը թույլ է տալիս քննադատել ցանկացած արժեք եւ սովորույթ, ցանկացած կերպար եւ հեղինակություն, ցանկացած գործընթաց եւ ցանկացած քաղաքականություն։ Ազատ խոսքի մշակույթը հանդիսանում է գաղափարների եւ հայացքների, այսպես ասած, ազատ մրցակցային շուկան, որը թույլ է տալիս տարբեր հայացքների բախում, հանրության հայեցողությանը թողնելով կենսունակ հայացքների եւ գաղափարների ընտրությունը։ Դա կանխում է հնացած դեմքերի եւ հնացած գաղափարները գաղափարների կարծրացումն ու սրբադասումը եւ տարածություն է բացում նոր գաղափարների եւ նոր գործիչների համար։ Եվ սա ապահովում է կադրային, գաղափարական եւ մշակութային առաջընթաց։ 1789 թվականի Ֆրանսիայի մարդու եւ քաղաքացու իրավունքների դեկլարացիան, որը այսօր էլ գործում է որպես սահմանադրական փաստաթուղթ, իր երկրորդ հոդվածում ասում է. յուրաքանչյուր քաղաքական միավորման նպատակը մարդու բնական եւ անօտարելի իրավունքների պահպանումն է։ Այդ իրավունքներն են ազատությունը, սեփականությունը, անվտանգությունը եւ բռնաճնշման հանդեպ դիմադրությունը։ Հատուկ ուշադրության է արժանի վերջին արտահայտությունը՝ բռնաճնշման հանդեպ դիմադրությունը, որն ըստ էության բռնակալության դեմ ապստամբելու իրավունքի արձանագրում է, ճանաչված որպես բնական եւ անօտարելի իրավունք։ Սա մարդու քաղաքական իրավունքներից է, որն ապահովում է ստեղծագործ կազմաքանդում քաղաքական կյանքում եւ պետական ինստիտուտներում։ Կրեատիվ դեստրուկցիայի մասին է խոսքը։ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հիմնական օրենքի, այսինքն սահմանադրության 20-րդ հոդվածի 4-րդ կետը ասում է. բոլոր գերմանացիներն ունեն դիմադրություն ցույց տալու իրավունք յուրաքանչյուրի դեմ, ով կփորձի տապալել սահմանադրական կարգը, եթե այլ միջոցներն անհնար են։ Այսինքն, բռնակալությանը դիմադրելու իրավունքը ոչ թե քաոս եւ անկարգություն հրահրելու մասին է, այլ ազատ եւ կենսունակ պետական քաղաքական կարգը խախտողներին սթափեցնելու մասին։ ԱՄՆ անկախության հռչակագրում ասվում է. անցյալի ողջ փորձը հաստատում է, որ մարդիկ ավելի շուտ հակված են տառապել այնքան, քանի չարիքը տանելի է, քան թե օգտագործել իրենց իրավունքը չեղարկել կարգերը, որոնց վարժվել են։ Այսինքն մարդիկ պատմականորեն սովոր չեն ստեղծագործ կազմաքանդմանը կամ կրեատիվ դեստրուկցիային, եւ ավելի շուտ հակված են հանդուրժել փորձված չարիքը, քան առաջ քաշել նորարարական լուծումներ իրենց վիճակը բարելավելու համար։ Սակայն հռչակագրի հեղինակները, այսինքն հիմնադիր հայրերը Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, շարունակում են, բայց երբ չարաշահումների եւ բռնազավթումների երկար շղթան անփոփոխ նույն նպատակը հետապնդելով վկայում է մարդկանց բացարձակ բռնապետության տակ դնելու մտադրության մասին, ապա մարդկանց իրավունքն է եւ մարդկանց պարտքն է տապալել այդպիսի կառավարությունը եւ ապահովել նոր երաշխիքներ իրենց ապագա անվտանգության համար։ Այսպիսի ծայրահեղ եւ ճարահատ լուծումներն իշխող վերնախավերին ստիպում է մտածել քաղաքական ստեղծագործ կազմաքանդման մասին, այնպիսի ինստիտուցիոնալ լուծումների մասին, ինչպիսիք են ազատ եւ թափանցիկ ընտրությունները։ Ընտրությունները նոր գործիչներին եւ նոր քաղաքական գաղափարներին հնարավորություն են տալիս ի հայտ գալ
դրսևորվել ողջ հանրության եւ պետության համար, ապահովելով առաջընթաց եւ բարեկեցություն։ Ասելիքս շատ է, սակայն չերկարացնելու համար կանգ առնեմ մի վերջին դրվագի վրա, հարգելի դեսպաններ։ Արևմտյան արժեքների մեջ է մտնում փոքրամասնություններին եւ նրանց աջակիցներին սատարելը։ Բոլորովին վերջերս հայկական հանրային հեռուստատեսությամբ ընթանում էին եւ շարունակվում են քաղաքական ուժերի բանավեճերը։ Այդ բանավեճերում բազմիցս լինում են ահա այսպիսի դրվագներ, որոնց հիմա ես ձեզ կծանոթացնեմ։ Խնդրեմ, տեսեք, թե ինչա տեղի ունենում։ Իշխանությունը Ռուսաստանի քաղաքացին։ Ալիջա պատասխանի։ Կիպրոսի քաղաքացին, հա? Ռուսաստանի քաղաքացին է Սամվել Կարապետյան։ Իմ ջարս քիչ երաժարդում։ Դարեկի մաս։ Սամվել Կարապետյան, ես անունը չի։ Սամվել Կարապետյան քիչ երաժարդում։ Ռուսաստանի քաղաքացին։ Նաև Հայաստան Կիպրոսի։ Մարսիմոնյան խնդրում եմ, երբ հարց եք ունենում, մեզ ուսրեք, որ հարց ունենք։ Սրա մասին հայ հանրությունը շատ քաջ տեղյակ է, բայց շատերի ուշադրության կենտրոնից դուրս է մնում ահա այս աղջիկը, ով էս ամեն ինչը թարգմանում է լսողության հետ սահմանափակում ունեցող անձանց համար։ Հարգելի արևմտյան դեսպանության դեսպանատների ներկայացուցիչներ, տեսեք, թե ինչ վիճակում է այս աղջիկը։ Հիմա ես կդնեմ մյուս տեսանյութը, այս աղջիկը ոչ մի վայրկյան չի դադարում թարգմանելուց։ Իրեք հոգի միաժամանակ խոսում են, ու այս թարգմանիչ աղջիկը 3 հոգու միաժամանակ հնչող աղմուկը, որ ոչ մեկին չես կարող լսես, անգամ լսողության խնդիրներ չունենալով հանդերձ, չես կարողանում լսես, միաժամանակ 3-ով խոսում են։ Ահա այս աղջիկը, ով լսողության հետ խնդիր ունեցող այսպես կոչված փոքրամասնության շահերն է սպասարկում եւ նրանց է օգուտ տալի։ Հարգելի արևմտյան երկրների դեսպաններ, տերեք եք այս աղջկանը, հոգ տարեք նրանց այդ աղջկա ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին, որպեսզի այնպիսի քաղաքական դաշտ, ինչպիսին 8 տարի շարունակ Հայաստանում է տիրում, դրանից առաջ էլ ավելի ծանր վիճակ է եղել, եւ այնպիսի իշխանություններ, ինչպիսին որ մենք ունենք ու դուք եք աջակցում, ահա բերում հասցնում են բանը նրան, որ ես չեմ հասկանում ինչ հրաշքով 3-4 հոգու աղմկոտ միաժամանակ հնչող աղմուկների շրջանում թարգմանիչ աղջիկը համառ ձևով, անվրդով, հավասարակշռված շարունակում այդ թարգմանությունը իրականացնել։ Թերևս այսքանը, տեր կանգնեք այդ աղջկան, տեր կանգնեք այդ աղջկան ու տեր մի կանգնեք այս իշխանություններին։ Իմ նամակը հուսամ ձեզանից ոմանց գոնե տեղ կհասնի ու այս ամեն ինչի մեջ, այս ամբողջ պահանջների մեջ խնդրում եմ նախ ինքներդ ձեզ համար, հետո հայ հանրության համար պատասխան տվեք։ Ստեղ մենք պրոռուսական ենք, մեր ինչն է պրոռուսական։ Իսկ դուք ձեր աջակցությամբ իշխանություններին արևմտյան գաղափարների, արևմտյան քաղաքակրթության կրողն եք, թե արևմտյան շահերի խուրդողը Հայաստանի Հանրապետությունում, ի հաշիվ Հայաստանում հանրապետական կարգերի հաստատման։ Թերևս այսքանը,
Շնորհակալություն ուշադրության համար։ Բարի գիշեր։